Այսօր առավոտյան Երևանում վայրէջք կատարեց Օմանից առաջին տարհանման չվերթը։ Այս մասին հայտնեցին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ Fly1 Armenia ինքնաթիռը Մասկատից Հայաստան է տեղափոխել ՔՊԱ-ական Խաչատուր Սուքիասյանին եւ եւս 14 հոգու։ Այնուհետև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացրեց, որ այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն եւ ձեռք կբերեն Fly1 ընկերության կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 9-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության եւ Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանն ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների տարհանում չի կազմակերպում, իսկ Fly1-ն այս իրավիճակում էլ փորձում է օգուտ քաղել։ Սոցիալական ցանցում ԱՄԷ-ում գտնվող քաղաքացիները տեսանյութեր են հրապարակում, նկարագրելով իրավիճակը։ Նրանցից մեկը Իզաբելլա Սարգսյանը հրապարակած տեսանյութում պատմում է, որ Հայաստան պետք է վերադառնար այսօր, սակայն Աբու Դաբի-Երևան չվերթը չեղարկվել է։ Նրան հայտնել են, որ Աբու Դաբիի մշակույթի ու տուրիզմի նախարարությունը իր վրա է վերցնելու հյուրանոցի 3 անգամյա սննդի ու այլ ծախսեր։ Սոցիալական իր էջում կինը պատմում է, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը ԱՄԷ-ում մնացած քաղաքացիների համար։ Եկել եմ պատմեմ, թե ինչ է անում Հայաստանի կառավարությունը Արաբական Էմիրություններում մնացած Հայաստանի քաղաքացիների համար։ Այս պահին մեր արտգործնախարարությունը հանձինս Աբու Դաբի դեսպանատան կազմակերպում է տեղափոխություն Աբու Դաբիից դեպի Օման Հայաստանի քաղաքացիներին, որտեղից եւ քաղաքացիները կարող են իրենց հաշվին ձեռք բերված Air One-ի տոմսերով թռնել Հայաստան։ Նշեմ, որ տոմսի արժեքն է 900 եվրո, ինչը ինչ խոսք շատ բարի է իրենց կողմից, այսինքն միջև վերջ փորձում են օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, բայց դա իհարկե թողնենք իրենց խղճի վրա։ Ամեն դեպքում այս պահին տեղեկացնում եմ, որ Հայաստանը տարհանում չի կազմակերպում իր հաշվին իր քաղաքացիների համար, այլ պարզապես կազմակերպում է ավտոբուսով ուղևորափոխադրումը դեպի Օմանի օդանավակայան։ Այսքանը։ Հայաստանի կառավարությունը կազմակերպում է Աբու Դաբիից դեպի Օման ՀՀ քաղաքացիների անվճար տեղափոխում, որտեղից էլ իրենք պետք է իրենց միջոցներով ձեռք բերված տոմսերով վերադառնան Հայաստան։ Այսինքն ստացվում է, որ Հայաստանն անվճար տարհանում չի կազմակերպում, այլ անվճար տեղափոխում է դեպի Օման։